Նախկին ընտրություններից տարբեր միջադեպերով հիշում ենք ձեզ Զարուհի Փոստանջյանի դեմ բռնություն եւ այլն, այս անգամ ո՞րն է նպատակը նորից այս process-ի մեջ մտնելու։ Համակրում եմ, միշտ հանրապետական եմ եղել։ Հիմա էլ նորից իմ աշխատանքն եմ կատարում։ Իսկ ինչ-որ բան կա, տոկոս ունեք, որ պետք է ապահովեք Տարոն Մարգարյանի համար։ Ոչ, ուղղակի հաղթանակ լինի։ Կարևորը հաղթանակ լինի, տոկոս չէ։ Ոչ։ Իսկ ո՞նց եք ապահովելու հաղթանակը։ Արդեն ապահովված է։ Ո՞նց եք ապահովել։ Մարդիկ սիրում են Տարոն Մարգարյանին, ընտրել են, հեսա կտենակ արդյունքը, դուք ինքներդ կարաք ներկա լինեք հաշվարկին, կտենակ արդյունքը, ինչ ասեմ։ Ինչ գիտեք, ոնց են ընտրել։ Ես գիտեմ, որովհետև 15 տարի ընտրության մեջ եմ, ես այս բակային տարածքը համ բոլոր ժողովրդին եմ ճանաչում, համ մարդկանց գիտեմ, իրենց կարծիքը գիտեմ ընտրության նպատակը։ Որտեղից գիտեք, բոլորը ձեզ պատմել են։ Չեն պատմել, 15 տարի որ մի բանի մեջ են, չես իմանա։ Այս անձը այս 941 ու 942 տեղամասերում երկու տեղամասում ոնց որ թե վստահված անձ է ինքը հանրապետականի հանդիսանում։ Ուղղակի ինքը գալի նստում է, ընտրողները մտնում են տեղամաս, երևի վախի ազդեցության տակ տենում են կյաժնա, գնում ընտրում են հանրապետական կուսակցությանը։ Բազմաթիվ անգամ մարդկային կուտակումներ ա եղել ու ոստիկանները ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Նույնիսկ դեպք ա եղել, երբ որ մի հատ տատի լավ չէր լսում, մոտիկացել է, հանրապետականի վստահված անձին հարցել է փողերս եփ ես տալու փողերս, ու ինքը ֆռացել է ոստիկանների մոտ, ասել է սուս մնա, կգնա ժեկից կվերցնես, ու ոստիկանությունը այդ ժամանակ էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել, թե կուտակումների պահով, թե ընտրակաշառքի պահով, նույնիսկ դեպք ա եղել, իմ տեղամասում նենց կարդացել էի, որ հանրապետականը կարմիր գրիշներ ա տալի, որ կարմիր գրիշներով ընտրեն, ու ընթացքում նկատեցի մի քանի հոգի քվյախուցի հետևից գրիչները գրպանից հանում քվյարկում էին, նույնիսկ մեկի քվյաթերթիկը տեսա բաց վիճակում բերեց, կարմիրով էր նշած, ամբողջովին կարելի ասել կարմիր էր արած, ու այս արդեն իշխան ժամանակ է սենց լարված իրավիճակ է այս տեղամասում։